Բարև ձեզ իմ շատ սիրելի հեռուստատող բարեկամներ։ Ձեզ հետ է տնային աշխատանք հաղորդաշարը։ Հաղորդաշար, որ հաստատ համոզված ու յուրաքանչյուր անգամ դիտելուց հետո նախ առաջին հերթին բարձրանում է ձեր բոլորի տրամադրությունը եւ իհարկե առաջանում են հարցեր, որոնց պատասխանը կարող ենք տալ մենք եւ իհարկե մեր հաղորդաշարը։ Հաղորդաշար, որի անվանումը շատ པարզ է՝ տնային աշխատանք։ Մենք հիմա գտնվում ենք այս գեղեցիկ, բայց կարող եմ ասել բարությամբ լի սենյակում, որտեղ ապրում են շատ տաղանդավոր, շատ հաճելի ու ամենակարևորը ինտելիգենտ մարդիկ։ Ձեզ այդ տնային աշխատանքն է եւ հիմա մենք առանց վարքյան կորցնելու ծանոթանանք այդ հրաշք մարդկանց հետ, այսինքն տանտերերի հետ։ Մելիքյան Գոհար, տնային տնտեսուհի, 18 տարի աշխատել է Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբում որպես երգչուհի։ Դուստրը Մելիքյան Հրիփսիմե, 16 տարեկան, սովորում է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Սիրում է ստեղծագործել եւ նկարել։ Մայր եւ աղջիկ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հրիփսիմե Գոհար, Գոհար Հրիփսիմե։ Այո։ Իմ անունը Լևոն է։ Շատ հաճելի է։ Մեծ ասեմ շատ բարի մարդիկ, շատ հյուրընկալ մարդիկ։ Հյուրընկալ այս փոքրիկ սենյակում, միջից ասեմ բնակարանը շատ փոքր է, ընդհանրապես մեկ սենյականոց եւ կիսանկողային է։ Հիմա էսպիսի հարց։ Ինչպիսին եք պատկերացնում սենյակը։ Ինչ որտեղ կցանկանայինք, որ ննջասենյակը առանձնանար, մի փոքր, ինչ որ մի բաժանում մասնաբաժան լիներ, հետո բաց գույների մեջ ենք պատկերացնում, որովհետեւ որ մութ է սենյակը, բացը ավելի լուսավոր կդարձնի, երևի հայելի, չգիտեմ, որ արտացոլի մի քիչ ավելի մեծ ցույց տա։ Չեմ պատկերացնում, թե ինչ կարող է անել դիզայները։ Հրիփսիմե, տեսնում եմ շատ տաղանդավոր բալիկ ես։ Շուտով ավարտելու ես դպրոցը։ Այ, այսպեսի հարց։ Այս փոքրիկ սենյակում դու որտեղ ես տեսնում քո տեղը։ Սամ ոչ սենյակն էլ ծառայում է ինձ որպես արվեստանոց, ես յուրաքանչյուր տեղ կարող եմ գործ անել, որովհետև ինքը բավականին հարմար գործ է անելու համար, այնպես որ ես տեսնելով ձեր աշխատանքները լիովին վստահում եմ ձեզ։ Ես ուզում եմ ասել ցտեսություն, գիտեմ սպասումը դա ահավոր բան է, բայց սպասեք, որովհետև ձեզ հետ է տնային աշխատանքը։ Խնդրեմ։ Լևոն ջան, ձեզ ազատ զգացեք մեր տանը։ Մենք գնում ենք, ձեզ թողնում ենք։ Մնաք բարով։ Ասելու բան չունեմ, մնում է ինձ տանտերին ասել ուղղակի ցտեսություն, որտեղ ես այս պայից սկսած գտնվում եմ իմ տանը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն վստահության համար։ Հուզված եմ, երջանիկ եմ, ուրախ եմ։ Լսեցիք ինչ ասաց տանտիրուին։ Ամեն տանտիրուի չի, որ կարող է մեզ այսպես վստահել եւ իհարկե նամանավանդ ասել այս նախատեսությունը։ Ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։ Ձեզ տնային աշխատանքն է, իսկ մեզ մոտ սկսվում է առաջին փուլը։ Դիզայներ, որը հենց հիմա իմ կողքին է, պրոֆեսիոնալ մասնագետ, որի հետ մենք հիմա կծանոթանանք եւ իհարկե մեր հյուրն է, կարելի է այսպես բարձրացնել ասել Գարի Մակիչյանը։ Գարի Մակիչյան, Շենք կոնցեռն դիզայներական ստուդիայի ճարտարապետ դիզայներ, ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։ Հոբին նկարչություն եւ լուսանկարչություն։ Նախ ուզում եմ նախապես ասել շնորհակալություն, որ համաձայնվեցիք մեզ հետ լինել, ու ամենակարևորը, մի անգամից անցնենք գործի։ Ահա սա այն փոքրիկ բնակարանն է, փոքրիկ սենյակը, որը պետք է վերանորոգենք։ Նախ ես բնակիչների հետ խոսելուց հետո, տանտերերի հետ խոսելուց հետո, նախ ասեմ նրանց կարծիքը, նրանց ցանկությունը։ Դե տեսնում եք, որ սենյակը կիսանկողային է, ունենք լույսի խնդիր, որը եւ իհարկե մեզ ասեցին տանտերերը, հա։ Սենյակը ծառայում է հետևյալ, այսինքն թե ննջասենյակ է, թե հյուրասենյակ եւ քանի որ ընտանիքը զբաղվում է նաեւ արվեստին մոտիկ կանգնած է, փոքրիկ աղջնակը Հրիփսիմեն ուզում էր ունենալ իր անկյունը եւ իհարկե անկյուն, որտեղ տեղ կգտնի նաեւ համակարգիչը։ Խնդրում եմ ասեք, առաջի հայացքից ինչպես եք պատկերացնում կկարողանանք բավարարել մեր շատ սիրելի տաղանդավոր մարդկանց ցանկությունը բնակիչների։ Նախ ասեմ, որ շատ հետաքրքիր է, որ երկուսն էլ իրենց նախասիրություններ ունեն, բնակավարում աշխատում են եւ ինձ թվում է ես այսպես մտածում եմ, որ կարելի է հնարավոր է
ամեն ինչ ստանալ այստեղ։ Տարածքը փոքր է, մի քիչ երևի դժվարությունները շատ կլինեն, բայց համենայն դեպս կաշխատեմ պահպանել մարդկանց այսօրվա այդ ստացված ոնց որ միջավայրը շատ չկոտրել էր իրենց այս կոմպյուտեր մասը, մեկ էլ տելևիզորի մասը ինչ որ համատեղել ինչ որ միտեղ, այսինքն ստանալ տենց աշխատանքային զոնա, եւ մի հատ զոնա երևի այն կողմի վրա տենց էլ աշխատանքային, որ տենց ինչ որ իդեաներ է։ Շնորհակալություն Գարի, որ այստեղ ես։ Մենք դեռ կհանդիպենք, սպասում ենք ձեզ հետ, չմոռանամ ասել։ Նույնիսկ չեմ էլ մոռանում, դուք լավ գիտեք, որ ձեզ հետ տնային աշխատանքն է։ Ձեր բարեկամներ, տնային աշխատանքը շարունակում է իր տնային աշխատանքները, մեզ մոտ հաջորդ փուլն է, փուլ, որը սենյակը մի տեսակ դատարկեց։ Հիմա դուք տեսնում եք դատարկ սենյակ, եւ յուրաքանչյուր անգամ, երբ որ հասնում ենք ահա այս փուլին, ինձ մոտ մի տեսակ երևակայությունս կանգ է առնում։ Բայց իհարկե յուրաքանչյուր անգամ այս պահին ինձ օգնության են գալիս, կարելի ասել, պրոֆեսիոնալները։ Եվ հիմա այս պահին մեզ մոտ այն հանդիպումն է, որի մենք սպասել ենք, այսինքն երկրորդ հանդիպումը դիզայների հետ, եւ հիմա իմ կողքին է Գարի Մակիչյանը։ Գարի, ողջույն։ Լավ եք։ Այո։ Ես կարծում եմ դու դատարկաձեռն չես եկել։ Ոչ։ Այսօր ես կարծում եմ յուրաքանչյուր անգամ ես այն մարդկանցից եմ, որ առաջինն եմ զարմանում, եւ հիմա ես կարող եմ ասել, որ ներսով պատրաստ եմ դրան, եւ կխնդրեմ միանգամից ձեր մեկնաբանությունը։ Սկզբից ասեմ, որ չէի ուզում ճիշտն ասած ընդհանուր սենյակը կիսել երկու զոնայի, սարքել, ասենք, մի մասը ննջարան, մի մասը ընդհանուր օգտագործման հյուրասենյակ։ Ուրիշ ավելի հետաքրքիր ինձ թվում է, չգիտեմ, տարբերակ մտածեցի, որ կարելի է անել երկու զոնա, այսինքն բաժանել, որ ցերեկը կօգտագործվի ամենքը իրեն նպատակներով, այսինքն տանտիկի։ Յուրաքանչյուր մարդ կունենա իր անկյունը։ Այո, ոնց որ կստացվի մի սենյակում երկու սենյակ։ Հետաքրքիր մտած։ Լավ, մի րոպե, սա մուտքի դուռն է։ Այո։ Մուտքի դուռն է։ Մուտքի դրան անմիջապես հետո որոշել եմ պահարան անել ամբողջ բարձրությամբ, մենքանի պահարան։ Լավ, ամեն դեպքում ես շոշափելով զգում եմ, որ այնտեղ կան եւս մի քանի թուղթ։ Թուղթ։ Այո։ Կարելի է։ Այո, իհարկե։ Եկեք նայենք։ Ասեմ լուրջ եմ, ես ասում, սիրելի հեռուստատողներ, ես յուրաքանչյուր անգամ այս պահին հուզում եմ ու հիմի կհուզվեմ ձեր աչքի Ես ուզում եմ միանգամից ասես սա որ անկյունն է, որտեղ ես մի տեսակ խճիში եմ։ Միանգամից ասեմ, այլ նույնիսկ կանգնած ենք այն կետից, որտեղից որ նայելու ենք։ Սա այս անկյան տեսքն է, այսինքն այստեղ ունենալու ենք հայլի։ Ամեն դեպքում սա է ցուցադրենք մեր հեռուստադիտողներին, ամեն դեպքում հետաքրքիր է։ Սա են մեր սենյակի մյուս անկյունն է, այս անկյունն է, որտեղ պատոհանի մոտ լինելու է համակարգիչը։ Սա այն պահարանն է, որը հարմարացված է ամբողջ պատով մինչև դուռը, որտեղ ես համոզված եմ, որ մեր շատ սիրելի տանտերերը
ամեն ինչ կտեղավորել։ Ամեն ինչ։ Ոչ միայն Գարի Միչելուց ասեմ, ես հիմա նկարները դիտելուց հետո հասկանում եմ, որ սենյակը բավականին մեծացել է, լուրջ եմ ասում, նույնիսկ ես չէի կարողանում պատկերացնել։ Ես հույս եմ, որ իրոք կմեծանա։ Ու ամեն դեպքում ես համոզված եմ, որ այս հարմարավետությունը, որ ստեղծվել է, ու ես նաև համոզված եմ, այն ինչ որ մենք տեսանք նկարի վրա, մեր վարպետները հաստատ կարող եմ հանգիստ ասել, դեռ մեզ արդեն իրականում կմատուցեն, եւ ամենակարևորը, ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ որ այս դուռը կբացվի ու մայր եւ աղջիկ ներս կմտնեն ու ես այդ պահին ուզում եմ բոլորում միասին նայենք նրանց երջանիկ դեմքերին, որովհետեւ տնային աշխատանքն է, տնային աշխատանքը կարողանում է մարդկանց պատճառել երջանկություն։ Իհարկե, երբ որ մեր կողքին պրոֆեսիոնալներն են։ Շնորհակալություն, Գարի, շնորհակալություն։ Սա կթողնենք մեր մոտ հիանանք։